Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք սպանախ ամենահամեղ տարբերակով եւ ընթացքում մի քանի խորհուրդներ, թե ինչպես պատրաստել սպանախը, որ լինի շատ համեղ եւ ունենա այսպիսի կանաչ երանգ։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Նախապես ջրին ավելացրել եմ 4 ճաշի գթալ քացախ, այնուհետև սպանախը տեղափոխել տարայի մեջ, այստեղ ունեմ 4 կապ սպանախ եւ կթողնենք մնա 10-ից 15 րոպե։ Այնուհետև պետք է լվանանք հոսող ջրի տակ։ Լվացածները տեղափոխեցի մեկ այլ տարայի մեջ, հիմա կեփենք։ Նախապես եռացնում ենք ջուրը, այնուհետև սպանախը տեղափոխում եռման ջրի մեջ։ Սա կարևոր է, եթե հենց այնպես սառը ջրի մեջ դնենք սպանախը եւ դնենք եռա, ապա միանգամից կխամրի եւ տեսքը այդքան էլ գեղեցիկ չի լինի։ Երկար չենք խաշելու, կարելի է ասել 3-ից 4 րոպե։ Անպայման տակինները դեպի վերև ենք բերում, վերևինները դեպի տակի հատվածն ենք տանում, որպեսզի հավասարաչափ խաշվեն։ Հիմա տեսեք ինչպիսի գեղեցիկ երանգ ունի։ Կարելի է ասել 4 րոպե թողել եռման ջրի մեջ։ Հիմա կհանենք եւ կտեղափոխենք քամիչի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը քամվի։ Հիմա նախապես տաքացնում ենք թավան եւ ավելացնում ենք մի փոքր բուսայուղ եւ նաեւ կարագ։ Կարող եք միայն բուսայուղով պատրաստել կամ միայն կարագով։ Ես նախընտրում եմ այս տարբերակը, բայց ինչպես դուք եք ցանկանում, այնպես պատրաստեք։ Ավելացնում ենք 1 գլուխ սոխ, կտրտեք այն չափի, ինչպես որ կցանկանաք, տապակում ենք այնքան, մինչև որ ստանա վարդագույն երանգ։ Այնուհետև սպանախը կտրտում ենք, տեսեք ինչքան գեղեցիկ կանաչ երանգ ունի։ Հիմա տապակած սոխին ավելացնում ենք կտրտած սպանախը, կարող եք ավելի մանր կտրտել, բայց ինչպես տեսնում եք, ես մի փոքր ավելի մեծ եմ կտրտել, ահա այսպես տեղափոխելուց հետո մի լավ խառնում ենք, ավելացնում ենք աղ ըստ ճաշակի, ես ավելացրել եմ 1 թեյի գթալ, այնքան ավելացրեք, ինչքան ձեր քիմքին է հաճելի։ Հիմա թարմ կաղամ սև պղպեղը, իսկ եթե թարմ չեք աղալու, ուղղակի ավելացրեք 1 թեյի գթալ։ Խառնում ենք մի լավ, կարող եք կափարիչը դնել եւ թողնել մնա 2 րոպե։ Այնուհետև ավելացնում եմ ձուն։ 2 ձու եմ հարել եւ ձվին մի փոքր աղ եմ արել, այնուհետև ավելացրել սպանախին։ Մի լավ խառնում ենք եւ մեր հիանալի սպանախը արդեն իսկ պատրաստ է։ Գիտեմ, որ շատերդ եք պատրաստում սպանախը, ուղղակի ցանկացա կիսվել իմ տարբերակով, թե ինչպես եմ պատրաստում, որպեսզի համեղ ստացվի եւ նաեւ երանգը գեղեցիկ լինի։ Սպանախի օգտակարության մասին շատերս գիտենք, այն օգտակար է եւ համեղ եւ ված վիճակում եւ հում վիճակում։ Ես շատ աղցաններ եմ պատրաստում, որոնց մեջ ավելացնում եմ հում սպանախ։ Ահա եւ տեղափոխեցի մատուցվող ափսեի մեջ, իհարկե համտեսելու ենք այս համեղ ուտեստը սխտորի եւ մածունի թանձրուկով։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, եթե առաջին անգամ եք ալիքում, սեղմեք բաժանորդագրման կոճակին եւ զանգակ կոճակին։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։